Խնդիրները ինչու եք միայն համայնքային նայում, խնդիրները ներկա իշխանություններն են, իրանց վարած արտաքին քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը, եկեղեցու դեմ, չգիտեմ, պայքարը, սրբազանների ձերբակալությունները, Հայաստանում սրբազաններին ձերբակալում են, գնում են, չգիտեմ, Վատիկան, Հռոմի պապի ձեռներն են պաչում։ Նորմալ եք նայում դուք դրանց։ 4 տարի թշնամին մեր սահմաններում է, Հայաստանի հողում, խաղաղություն են քարոզում։ Թշնամին գիտեք, երբ է խաղաղություն ուզում։ Հասկանում խաղաղության գինը։ Խաղաղության գինը որոշել են հուշարձանում նկարները խփած է։ Ինքը խաղաղությունը պետք է պարտադրես թշնամուն։ Խաղաղությունը այդպես չի լինում։ Խաղաղությունը լինում է, երբ որ դու ուժեղ ես, ունես ուժեղ բանակ։ Չգիտեմ, զորակոչ են անում, պավեսկեք են ուղարկում տղաներին երիտասարդ։ Այսինքն դու մարդու խնդիր ունես, չէ՞, մարդուժի։ Իսկ մյուս կողմից փորձում են, չգիտեմ, կրճատում են բանակը, սարքում են տարուկես։ Այս երկրում կա մի ուժ, որ կարա ժողովրդին համախմբի, կրոնի պետականության շուրջ, դա եկեղեցին է։ Միշտ էլ դարեր շարունակ այդպես է եղել։ Երբ որ չենք ունեցել պետականություն, եկեղեցին ժողովրդին համախմբել է մի գաղափարի շուրջ։ Կրթել է, գիրա սովորեցրել, ուսումա սովորեցրել, կրոնա սովորեցրել, քարոզել։ Եկեղեցին մեր պետության ողնաշարն է։ Ժողովրդին կարողանում են հեշտ խաբել, այսպես չգիտեմ, ասֆալտով, դպրոց ենք սարքում, մանկապարտեզ ենք սարքում։ Մնացել է մի եկեղեցի, որ պետականությունը տանում են կործանման։ Վերջ։ Այդ շին աշխատանքների հետ կապված թվաբանությունը կա։ Հայաստանի արտաքին պարտքը 2018 թվականի դրությամբ ու 2018 թվականից հետո թանկացումները կլինի սննդամթերք, կլինի հարկեր, կլինի տուգանքներ, ժողովրդի գրպանները մտած կոպեկ առ կոպեկ, ժողովրդից փողերը, ժողովրդի գրպանից տանում են, ասֆալտ են անում, դպրոց են սարքում, ասում են եկեք մեզ ընտրեք, մենք ասֆալտ ենք արել։ Ժողովուրդը արդեն քիչ-քիչ խելքի է եկել, հետ է եկել, զգում են, որ, չգիտեմ, սրանք այն իշխանությունները չեն, որ մեր երկիրը առաջնորդեն դեպի բարգավաճման։ Համայնքային թիմ ընտրություններում արդեն իրանք պարտություններ են կրում։ Իրանք արդեն շոկի մեջ են, սկսում են մեղադրանքներ, սուտ, ձերբակալություններ, կաշառքներ, փորձում են վախեցնել ընդդիմադիրներին։ Քաղաքական հետապնդումներ են դրանք։ Ժողովուրդը պետք է համբերատար լինի, ուժեղ լինի, քիչ-քիչ, քաղաք պետք է մաքրենք։ Իսկ այս թիմ ընտրությունների հետ կապված Էջմիածնի կասեմ միակ բանը, որ Էջմիածինը ողջ հայության սուրբ քաղաքն է, սրբազան քաղաք է, Էջմիածինը պետք է լինի մի հատ, չգիտեմ, Սարդարապատ ՔՊ-ի դեմ։ ՔՊ-ն տեղ չունի մեր Վաղարշապատ համայնքում։ Պետք է պայքարենք, ես նշեցի, որ Վաղարշապատի թիմ ընտրությունները պետք է մեր Վաղարշապատի բնակիչների համար լինի Սարդարապատ։ Այս թուրքամետ իշխանությունը չպիտի ղեկավարի Վաղարշապատ համայնքում։